Այստեղ օրվա ընթացքում եւ ուղղորդում ա եղել եւ բաց քվեարկության դեպքեր են տեղի ունեցել, այսինքն այս ամենապրոբլեմային տեղամասերից մեկն է, մենք արձանագրում ենք օրվա ընթացքում բոլոր խախտումները հետեւողականորեն։ Ես կարծում եմ, երբ որ այդ ամեն ինչը փաստագրվի, մենք այդ ներկայացնում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, եթե մեղմ ասած քրիտիկական շեմա անցնում է խախտումների, դա լուրջ հիմք է, որպեսզի այս ընտրական տեղամասում ընդհանրապես ասած քվեարկության արդյունքները չեղարկվեն։ Եվ ձեզ ասեմ, չի կարելի, այս ձևով չի կարելի քվեարկություն կազմակերպել, երբ որ ընտրատեղամասում քաոս է, դիտարկել հնարավոր չի, մարդիկ խռնված են, ուղղակի տեղ չկա, նույնիսկ որ դիտորդները վստահված անձիկ կարողանան նորմալ կանգնել, դիտարկեն ընտրական գործընթացը եւ այլն։ Մարդ կա, որ ասենք իր անձնագրով չի կարողացել քվեարկի։ Մենք հիմա փորձում ենք ֆիքսել այդ իրավիճակը, եթե դա իսկապես այդպես է, որ մարդը ցուցակներում կա, սարքը կարդում է իր անձնագիրը, թույլ է տալիս քվեարկել, եւ հանձնաժողովի նախագահը թույլ չի տալիս, դա ընտրական օրենսդրության, ոչ միայն ընտրական օրենսդրության ուղի խախտում է, դա նաեւ քրեական օրենսգրքի 200 հոդվածի խախտում է, խոչընդոտել ընտրական իրավունքի իրականացումը։ Եթե մենք դա հաստատենք, մենք այդ թեմայով ուղղակի հաղորդում կտանք հանցագործության մասին, դա հանցագործություն է, դա մարդու ընտրական իրավունքի իրացման ուղի խոչընդոտում է։ Եվս մեկ խնդիր, որ մենք տեսնում ենք, իհարկե այդ խնդիրը նաեւ ավելի համակարգային է, մարդիկ հենց իր քվեարկության գործընթացին լավ ծանոթ չեն, որովհետեւ գիտեք, նոր շատերի համար նոր է սա։ Երբ որ մի քանի քվեաթերթի կա, պետք է դնել ծրարի մեջ, պետք է դրոշմանիչ կպցնել եւ այլն։ Իրենք մինչեւ վերջ լավ չեն պատկերացնում, ասենք օրինակ ծալում են քվեաթերթիկը կամ չեն իմանում ինչ անեն այն մնացած քվեաթերթիկների հետ, դա օրինակ խախտումներից մեկն է։ Պետք է անպայման քվեատուփի մեջ լինի հատուկ տուփ, որի մեջ լցվում են չօգտագործված քվեաթերթիկները։ Քվեաթերթիկներն դեղից հանել չի կարելի, բայց հաճախ մարդիկ դուրս են բերում, մենք նկատողություն ենք անում, որ տանեն հետ գցեն, բայց չի կարելի ընդհանրապես անել, իրենց նախապես պետք է զգուշացնել եւ պետք է համապատասխան մեծ չափի տուփ լինի, որ ինչքան չօգտագործված քվեաթերթիկ լինի, այդ ամբողջը կարողանան այնտեղ մեղմ ասած այդ արխի մեջ պարտակեն, բայց դա տեղի չունենում եւ ընդհանրապես ասած ասեմ մասամբ տեխնիկական պատճառներով, բայց մասամբ նաեւ միտումի կա որոշակի, ասենք, ուղղորդման գործընթաց էլի այդ իմաստով մարդկանց ազատ քվեարկության իրավունքի, ավելի շուտ գաղտնի քվեարկության գաղտնիության խախտում, մասամբ տեխնիկական խնդիր, ասենք տեսել ենք դեպքերը, երբ որ մարդը մտնում է քվեարկելու, չի կարողանում ինքնա դուրս գալիս հարցնում է։ Մասամբ էլ դեպքեր կա, օրինակ այս կողքի 70 հանձնաժողովում, ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը ինքը սկսում է մոտենալ, բացատրել ինչա պետք անել, երբ որ դա իր իրավունքը չի։